Դիանա Գրիգորյանի վերջին զանգասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալի հետագա վերջին սերիաներում, քանի որ ինչպես մեր նախորդ տեսանյութերից մեկում արդեն տեղեկացրել էինք, հայտնի է հեռուստասերիալի վերջին սերիայի օրը և թե ինչ ավարտ է ունենալու սերիալը։ Բայց մինչ այդ լարված ու հետաքրքիր սերիաներ են։ Անգելինան, Սոսն ու Աննան վերջապես որոշել էին միասին հանդիպել։ Սակայն ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողներին, այդ հանդիպումն այդքան էլ դրական ավարտ չունեցավ ու Սոսը ստիպված էր բնականաբար ձեռքի ուժը օգտագործել, ինչից հետո Անգելինան վախեցած շտապում է տուն։ Իհարկե Վիկտորիան առիթը բաց չի թողնում ու Սոսին փնովում է, որ Միքայելն ու Սոսը նույն սանրի կտավն են։ Բնականաբար դա այդպես չէ, Սոսը ստիպված էր այդ քայլին գնալ, որովհետև հեռուստադիտողներն արդեն տեսան այդ տեսարանն ու կարիք չկա կրկնելու։ Բայց միևնույն է, Վիկտորիան դեռ չի հարմարվում այն մտքի հետ, որ Անգելինան ստիպված է իրենց սերը բաժանել մասերի։ Աննան էլ տեղյակ լինելով դեպքի մանրամասներից բնականաբար ամեն ինչ անում է, որ Սոսին պաշտպանի։ Սոսն այս պահին ոստիկանությունում է, իսկ Միքայելին կանչել էին հարցաքննության։ Իհարկե նրան բաց են թողնում երկրից չհեռանալու պայմանով, քանի որ կասկածներ ունեն, որ Միքայելը զբաղվել է երեխաների առք ու վաճառքով։ Ամենալարված սերիաներն, ինչպես արդեն նշեցինք, դեռ առջևում է։ Հենրին մեկնել է երկրից ու արդեն մի քանի սերիա է, ինչ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում չէ, բայց իհարկե հենց այդպես հեռուստասերիալը չի ավարտվի, նա երբեք Անգելինային միայնակ չի թողնի, բայց հիմա ստիպված է, որպեսզի Անգելինան զգա այն, ինչ զգում է ինքը։ Անգելինան դեռ շատ հարցեր ունի պարզելու ինքն իր մեջ, իր ծնողների և կենսաբանական և այն ծնողների, ովքեր իրեն պահել ու մեծացրել են, բայց այս պահին նրա խնդիրը և նրա սրտի տանջանքը հենց Հենրին է։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպիսի արժանի պատասխան են ստանալու հեռուստասերիալի բացասական հերոսները։ Նրանք չեն կարծում, որ ամեն ինչ հենց այդպես պետք է մոռացվի։ Սեմը վերադարձել է, իսկ դա նշանակում է, որ նա իր հետ բերել է գաղտնիքներ, որոնք բացահայտվելու են ժամանակի ընթացքում։ Նաև Միքայելն ու Հենդոն Բագրատի հետ միասին պետք է պատասխան տան Սեմի ու Մերիի հոր մահվան մեջ։ Բագրատը սպանել է Սեմի հորը հենց Հենդոյի դրդմամբ։ Բագրատն էլ է ազատության մեջ և պատասխան չի տվել իր արարքների համար, ավելին նա ամեն ինչ անում է, որպեսզի Լիլիթն էլ ավելի գազազի ու անցնի գործողությունների, իսկ Լիլիթի գործողությունները դառնում են էլ ավելի վտանգավոր և իր ընտանիքի և հասարակության համար։ Լիլիթը հանդիպելով Սոսին նրան խոստանում է, որ Սոսը երբեք Աննայի հետ միասին երջանիկ չի լինի Քանիկա ինքը, քանի որ նա թույլ չի տա, որպեսզի Աննան ու Սոսը միասին հանգիստ կյանք ունենան։ Ինչպես նախորդ տեսանյութերից մեկում տեղեկացրել էինք, հեռուստասերիալում նկարահանվող դերասանների ինստագրամյան էջերում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ Լիլիթը որդու Արամի հետ ավտոմեքենայում տեսարան ունի շատ շուտով։ Եվ այդ ընթացքում նրանք վիճում են, քանի որ Լիլիթը Արամին մեղադրում է, որ նա տանից դուրս է արել իրեն և նաև որ պաշտպանում է հորը և Աննային ու քաշքշում են ու երևում է, թե ինչպես Աննան ուղղակի ղեկը այս ու այն կողմ է տանում, իսկ դա առիթ էր տվել հեռուստադիտողներին ենթադրելու, որ Արամն ու Լիլիթը ավտովթարի են ենթարկվում, ինչից հետո տեղի է ունենում անդառնալին։ Լիլիթը լինելով բացասական կերպար այս հեռուստասերիալում բնականաբար ինչ-որ մի ձևով պետք է պատասխան տա իր բոլոր արածների համար, սկսած հենց այն պահից, երբ նա Միքայելին տեղեկացրեց, որ Սոսը վերադառնում է Երևան։ Միքայելը հենց նրա դրդմամբ Սոսին գլորեց ձորը, Լիլիթը ամուսնացավ Սոսի հետ, ունեցավ Արամին, բայց միևնույն է, նրանց ընտանիքում երջանկություն ու համերաշխություն չտիրեց, ինչի հետևանքով փոխանակ Լիլիթը հասկանար, թե ինչ է կատարվում իր կյանքում, էլ ավելի չարացավ քրոջ դեմ։
Եվ նա ամեն ինչ անում է, որ քույրը երբեք երջանիկ չլինի։ Երկու քույր չեն կարողանում կիսել մի տղամարդու, սա ամենադաժան բանն է, ինչ կարող է պատահել կյանքում։ Աննան սիրում է Սոսին, Լիլիթը սիրում է հիվանդագին սիրով, բայց Սոսի սիրտը պատկանում է Աննային, միշտ էլ պատկանել է Աննային, չնայած բոլոր դժվարություններին։ Եվ երկու քույր ունեն երեխաներ նույն տղամարդուց։ Իհարկե հայ հասարակության մեջ սա մի փոքր անընդունելի է, բայց հեռուստասերիալի սցենարն այդպիսին է։ Հեռուստադիտողները երբեմն գրում են բացասական մեկնաբանություններ դերասաններին, բայց մենք չպետք է մոռանանք, որ դերասանները կատարում են իրենց աշխատանքը, որը նրանց վստահված է։ Իսկ այդ աշխատանքը նրանք կատարում են իդեալական, քանի որ բացասական կերպարները ընդունվել են այնպես, ինչպես տեղ են հասցվել նրանց ասելիքը։ Դրական կերպարներն էլ սիրվել են հեռուստադիտողների կողմից, այնպես որ նրանք արդարացրել են հեռուստասերիալի ստեղծագործական թիմի դրված սպասելիքները։ Դե ինչ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, նաեւ թե ինչ եք կարծում, ինչպիսի պատասխան են ստանալու Բաքրատը, Հենդոն, Միքայելը եւ իհարկե Լիլիթը։ Արդյոք լինելու է արժանի պատասխան։